որ կար հաշվետվության մեջ, իսկապես հանրությանը շատ հետաքրքրում էր եւ վերլուծության առանձին դրվագներ ունի, այս իմաստով կցանկանայի, որ ձեզ հարցնել հետեւյալ հարցը, ձեզ ուղղել հետեւյալ հարցը, որն եք համարում 2021-2026 թվականի մեր կառավարության 3 ամենամեծ ձեռքբերումները եւ որն եք համարում, որ դեռ չենք հասցրել իրականացնել ունենալով մեր ծրագրում դրա իրականացումը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար։ Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ բնականաբար խաղաղությունը, երկրորդը առողջության ապահովագրության համակարգը եւ սրանից բխող նաեւ սոցիալական հատվածում մեր մյուս ձեռքբերումները, որոնց մասին նշեցի երեք, սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացմամբ եւ յետվճարի համակարգը, հաջորդը երրորդ եւ միջև յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրը, միջև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիրը, որը բոլոր մայրերին տրվում է, երեխաների միջև 2 տարեկանը լրանալը, եւ երրորդի համար որ մեկը, ասեմ գոնե միջորսինք ասեիք, եւ պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես ատեստավորում, բանակում տեղի ունեցած բարեփոխումները համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն եւ ճիշտ ասած շատ մեծ հաջողություններ եմ համարում կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության նոր համակարգի ներդրումը պիլոտային, որը մենք հույս ունենք, որ հաջորդիվ աշնանը կամ գարնանը արդեն օրենսդրական կարգավորումներով կարձանագրենք, ընդ որում ես ուզում եմ իմ համոզմունքը հայտնել, որ այս բոլոր հաջողությունները իրենք շրջանաձև են եւ մեկը մյուսին ոչ թե պայմանավորվում են, այլ մեկը մյուսի համար խթան են դարձել եւ այս արձանագրումը շատ կարեւոր է։ Համեցեք պարոն Բագրատյան, արձուկն։ Շնորհակալություն պատասխանի համար, պարոն վարչապետ, եւ մի կարեւոր հարց, որը իսկապես ես ինքս շատ եմ մտածել այդ մասին, որ համակարգերն են, որ մեր իշխանության ժամանակահատվածում մեր բարեփոխումները այլևս դարձել են անշրջելի, այսինքն անկախ քաղաքական իշխանությունից այդ համակարգերը կայացել են այնպես, որ մեր պետականության համար միշտ ծառայելու են, այնքան իհարկե փոփոխություններ միշտ լինելու են, բայց այս պահին այլևս փոփոխությունները բերել են անշրջելի իրավիճակի, որ ոլորտներում Ես կարծում եմ մասնավորապես կրթության ոլորտում մենք այդպիսի փոփոխություններ անել, բանակի ոլորտում մենք այդպիսի փոփոխություններ անել եւ նաեւ շինարարության ոլորտում մենք այդպիսի փոփոխություններ արել, որովհետեւ ստանդարտները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ոլորտում մենք արել փոփոխություններ, բայց որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել, այսինքն տենց ըստ էության տենց բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել, բայց ես բաց թողեցի, թե ինչն է, որ մենք մեծ հաջողություններ չունենք եւ որի վրա պետք է կենտրոնանալ։ Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը եւ արդարադատության ոլորտը, որտեղ երկու տեղերում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները կուտակված են, այդ խնդիրները չեն լուծվում։ Ես գիտեք ինչ, անկեղծ ասած կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր համազգացության ընդունման, որովհետեւ այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է եւ սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ, այսպես ասած, արհեստական պատյանները մենք կարողանանք մի կողմ դնել եւ առերեսվել դատական համակարգում արկա իրավիճակի։ Հաջորդ հարցի համար Ալխազ Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ եմ։